Այս տարվա ապրիլ ամսվա տվյալների համաձայն Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հարկային մոնիթորինգի վարչության աշխատակիցները ամբողջ երկրում իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում բացահայտել են 20,487 տուփ ծխախոտի ապօրինի պահպանման և վաճառքի 69 դեպք։ Առանց ակցիզային դրոշմանիշների առգրավված ծխախոտային արտադրանքի ընդհանուր արժեքը գերազանցել է 100,000 լարին։ Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի 1552-րդ հոդվածի համաձայն 50 գործով խախտողների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություններ, և գործինյութերը ըստ իրավասության ուղարկվել են դատարան։ 5 դեպքում գործինյութերը փոխանցվել են Ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը Վրաստանի հարկային օրենսգրքի 271-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն։ Եկամուտների ծառայությունը հիշեցնում է, որ Վրաստանի հարկային օրենսգրքի 192-րդ հոդվածի համաձայն ծխախոտային արտադրանքը ենթակա է պարտադիր դրոշմանիշման ակցիզային դրոշմանիշերով, և այս գործընթացը գտնվում է գործակալության կողմից վերահսկողության տակ։